Գիտեք, մենք շատ հաճախ չենք կարողանում, մենք մարդ ենք, աչքի երևույթով ենք մարդուն նայում, բայց սիրտ ու երիկամուն քննողը ինք ամեն բան գիտի։ Այն հոգևոր հալումաշ եղած մարդին, ասում է ինչ անում, ասում է ողորմություն է պետք։ Այդ մարդին ողորմություն է պետք։ Գիտեք, մի հատ այսպիսի օրինակ եմ լսել, ես չգիտեմ դրա իսկությունը ինչպիսին է, ինչքան է, մեր Ուկրաինայի եղբայրներն էին պատմել այդ վկայությունը, միգուցե շատերը լսած լինեն, ասում է մի եկեղեցի մի հատ ծառայող ալինեմ, մի հատ սպասավոր մարդ ալինեմ, եւ ասում է, այս մարդը անընդհատ ասում խոսք ասեմ, վերջը, այս ժողովրդից ասում է որոշները մի քանի հոգի, ասում է եղբայրներից, այս մարդի դեմ դուրս են գալիս։ Եվ ասում են այս մարդը սենց է, մեկ էլ ասում է մի օր այս եղբայրը չի գնում պաշտամունքի։ Եվ ասում է կիրակի օրը, որ չի գնում պաշտամունքի, այս եղբայրները ասում է հավաքվում են, ասում են, ինչ ալ այս մարդին, որ չի եկել։ Եվ Սուրբ Հոգին այդ եղբայրներից 3 հոգու ասում է վեր կացեք գնացեք այս մարդի տուն, դուք կտենաք թե ինչ ա եղել։ Եվ սրանք ասում է, երբ որ գալիս են այս եղբոր տուն, բարձանում են այդ կվարտիրեն, դուռը ուզում են որ զանգը խփեն, Սուրբ Հոգին ասում է դուռը բաց է, մեկ զանգի ներս մտեք։ Մեկ էլ սրանք դուռը որ բացում են, գորգորած են լսում, ճվճվոց են լսում, ասում են հեն, այս մարդը բռնվել է, Տերը մեզ բերել է, իր հանցանքի մեջ բռնել է։ Եվ ասում է, որ մի քիչ առաջ են գնեմ, մեկ է տեսնում են այս աղբերը ասում է անկած, ծնկների վրա գոռալով, ողբալով ասում է Տեր, գիտես ես ինչ կեղտոտ մարդ եմ։ Ես արժանի չեմ քո անունն էլ տամ ու մնաց քեզ ծառայելու։ Ասում է ողբով, լացով աղակում է Տիրոջը։ Եվ Տերը եղբայրեն ասում է դե մի շրջվեք, գնացեք ելոք ձեր տեղին, իսպիսին այնք իմ առաջին։